Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա վերջին օրն է այսօր մեզ մոտ եւ այսօրվա առաջին խաղում միմյանց հետ մրցելու են Արցախը եւ Լիոնը։ Թիմեր, որոնք այս մրցաշրջանում այս պահին լավ հանդես չեն գալիս, բայց այսօր մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում, ինչևէ անցնենք առաջ եւ արագ ներկայացնեմ թիմերի հայտարարությունները։ Արցախի դարպասը պաշտպանում է Տիգրան Ոսկանյանը համար 99, Կարապետ Թաշյանը համար 5, Լևոն Գրիգորյանը համար 6 խաղը մեկնարկեց, Արգամ Հարությունյան համար 7, Ֆելիքս Շիլինգարյան համար 9, Արմեն Խաչիկյան համար 10, Ժիրայր Անտոնյան համար 11, Սարգիս Մնացականյան համար 20, Արման Գրիգորյան համար 21, Դավիթ Սարդարյան համար 23, Ալեքսանդր Սարգսյան համար 88, Արմեն Ազատյան համար 90 եւ Արման Սահակյան համար 91։ Լիոնի դարպասը պաշտպանում է Արթուր Ղազարյանը համար 1, Վապկեն Աբրահամյան համար 3, Հայկ Հակոբյան համար 5, Լյուդվիկ Ադամյան համար 8, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11, Ռոման Ջուրհակյան համար 13, Նարեկ Նուրոյան համար 9, Արթուր Ասոյան համար 23 եւ Գալուս Ղուկասյան համար 20։ Թիմերը մեկնարկել են հանդիպումը, հիմա Արցախի տղաների մոտ է գնդակը, փորձում են կառուցել իրենց առաջին գրոհը։ Մանր խաղարկումներով շարժվում են առաջ։ Հիմա կտեսնենք հարված, բայց այստեղ շատ լավ է պաշտպանում Լիոնի ֆուտբոլիստը եւ հիմա էլ Լիոնն է գնդակով լինելու։ Լյուդվիկ Ադամյանն է գնդակով, փոխանցում ձախ եզր։ Հայկ Հակոբյանը փորձում է թիմակից փնտրել, այստեղ կորցնում է գնդակը հիմա Արթուր Ասոյանը, բայց այստեղ էլ չստացվեց Արցախի ֆուտբոլիստի փոխանցումը եւ Վաղինակ Սեթրակյանն է գնդակով։ Շատ լավ հանդիպում անցկացրեց Վաղինակ Սեթրակյանը անցած խաղում։ Թիմը պարտվեց խոշոր հաշվով, բայց նա աչքի ընկավ մեկ անգամ։ Հիմա այստեղ նորից գրոհում են Լիոնի ֆուտբոլիստները եւ առաջին անկյունային են վաստակում Լիոնի տղաները Արթուր Ասոյանի օգնությամբ։ Արթուր Ասոյանը փոխանցում է կենտրոն, այստեղ հեռացնում են գնդակը եւ հիմա տեսնենք հակագրոհ Արցախի կողմից, բայց շատ արագ վերադառնում են Լիոնի տղաները իրենց դիրքերը եւ հիմա նոր գրոհ կառուցեն Արցախի տղաները։ Սարգսյանն է գնդակով լավ շրջանցում կատարեց, հիմա պաշտպանին նորից հետ են փոխանցում նրան, այստեղ խաղի կանոնների խախտում Արգամ Հարությունյանի նկատմամբ եւ շատ վտանգավոր դիրքում տուգանային հարված է վաստակում Արցախը։ Ներողություն եմ խնդրում, այստեղ 11 մետրանոց է կարծես թե խաղի մրցավանը նշանակում Լիոնի դարպասին եւ շատ լավ շանս է հիմա ստանում հենց հանդիպան առաջին րոպեներին
Արցախը կարող է հանդիպման հաշիվը բացել։ Կասուլիչը տեսնենք հարված եւ շատ բարձր է հիմա հարվածում Արցախի ֆուտբոլիստը։ Ինչպիսի լավ պահ կորցրեց հիմա Արցախը կարող էր շատ արագ հանդիպման հաշիվը բացել, բայց նրանց մոտ չստացվեց։ Հիմա նորից շարունակում են Արցախի տղաները գրոհել։ Նա շարժվում են առաջ, փոխանցում Տուգանային հրապարակ, Հայկ Հակոբյանն է հեռացնում, նորից շարունակվում է, այստեղ տեսնում ենք Արցախի գրոհը, Արմեն Խաչիկյանն է գնդակով թիմակից է փնտրում եւ ի վերջո հետ է վերադարձնում։ Շատ լավն է հիմա փոխանցումը Արցախի ֆուտբոլիստի Սարգսյանն է գնդակով թիմակցի հետ է խաղարկում եւ հարվածը կտեսնենք եւ փակում է նորից Հայկ Հակոբյանը Արցախի ֆուտբոլիստի հարվածը Արմեն Խաչիկյան նորից հարվածեցին, նորից փակում են պաշտպանները հարված եւ գոլ 1-0 խաղի հաշիվը բացված է մեզ մոտ 1-0 Արցախը հանձնում է առաջ 1-0 հանդիպման հաշիվը մեզ մոտ բացված է սիրելի ֆուտբոլասերներ շատ արագ Արցախը հաշիվը բացում է չիրաստած 11 մետրանոցից հետո նրանք փորձեցին առավելություն ստանալ եւ ի վերջո արդյունքի հասան նրանք եւ հիմա հաղթողի կարգավիճակով առաջ են շարժվում Արցախի ֆուտբոլիստները Այստեղ Արգամ Հարությունյանն է թիմակցի հետ խաղում փոխանցում նորից հեռացնում է այստեղ Հայկ Հակոբյանը Այսօր շատ լավ է գործում հիմա տեսնում ենք Հայկ Հակոբյանը պաշտպանությունում մի քանի անգամ տեսանք նա Արցախի ֆուտբոլիստների հարվածներից հետո փակեց այդ գնդակը այստեղ է լավ պաշտպանվեց հիմա Սարգսյանն է գնդակով փոխանցում թիմակցին եւ 2-0 Մեզ մոտ շատ արագ նորից կրկնապատկում է Արցախի տղաները եւ առավելություն են ստանում Լիոնի նկատմամբ Անունը Արշակ Գևորգյան 2-0 դուբլի հեղինակ է դառնում Արշակ Գևորգյանը մեզ մոտ շատ արագ կրկնապատկում է իր առավելությունը Արցախը եւ հիմա նորից տեսնում ենք Արցախն է գրոհում եւ նորից Արշակ Գևորգյանին էր փոխանցում ուղղված բայց չի հասնում այս փոխանցմանը շարունակվում է գրոհը Արցախի Արգամ Հարությունյանն էր այստեղ փոխանցում չստացվեց նրա փոխանցումը հիմա էլ այստեղ հարված տեսանք Մնացականյանի կատարմամբ նորից շարունակվում է Արցախի գրոհը շատ վտանգավոր են հիմա գործում Արցախի տղաները շատ լավ են մեկնարկել այս խաղակեսը եւ հիմա տեսնում ենք անկյունային հարված են վաստակում Լիոնի տղաները Փոխանցում կենտրոն հեռացնում է այստեղ տեսնում ենք Սարգսյանը Նորից ավելի հեռու է հեռացնում գնդակը եւ այստեղ է շատ լավ է պաշտպանվում տեսնում ենք Սարգիս ոչ Արմեն Խաչիկյանը եւ խաղի կանոնների խախտում նկատվեց Արմեն Խաչիկյանի հետ պայքարում եւ գնդակը Արցախինն է Սարգսյանն է հիմա գնդակով
Շատ լավն էր փոխանցումը Սարգսյանի, հիմա գեղեցիկ հնարքով փորձում էր Արցախի ֆուտբոլիստը եզրափակել այս գրոհը, բայց չստացվեց նրա հարվածը։ Այդտեղ հարվածում էր նորից Արշակ Գևորգյանը, այստեղ նորից եկավ Արշակ Գևորգյանի փոխանցումը նրա մոտ, բայց այստեղ միայն վաստակեցին Արցախի տղաները անկյունային հարված, շատ վտանգավոր են Արցախի գրողները։ Հիմա տեսանք երկու գոլերից հետո Արշակ Գևորգյանը երկու նորից շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը ավելի մեծացնելու եւ իր գոլերի քանակն ավելացնելու, բայց նրա մոտ չստացվեց։ Հիմա անկյունային հարված փոխանցում, հարված նորից Լիոնի դարպասին եւ փրկում է Ռոման Ջուլհակյանը այստեղ Լիոնին։ Տեսնում ենք, որ խուճապի է հիմա Լիոնի ֆուտբոլիստների մոտ, նրանք չեն կարողանում ուղղակի անցնել կիսադաշտը, այստեղ վաստակում են տուգանային հարված։ Վաղինակ Սեթրակյանն է գնդակով շարժվում է առաջ, հարված եւ շատ շեղ հարվածեց այստեղ Վաղինակ Սեթրակյանը։ Նրա առաջին հարվածը տեսանք այս խաղում։ Վերջինս նշեմ, որ անցած խաղում շատ դրվագներում լավ հարվածներ կատարեց, իրական պահեր կորցրեց Լիոնը, մի քանի անգամ դարպասաձողը փրկեց հակառակորդ թիմին, բայց ի վերջո Վաղինակ Սեթրակյանը կարողացավ գոլի հեղինակ դառնալ, նորից Արցախն է գրոհում եւ 3-0 մեզ մոտ։ Արշակ Գևորգյանը հետրիկի հեղինակ է դառնում, սիրելի ֆուտբոլասերներ, եւ մեծացնում է իր թիմի առավելությունը։ Արշակ Գևորգյան 3-0 հետրիկի հեղինակ է դառնում Արշակ Գևորգյանը, գեղեցիկ գրոհ կազմակերպեցին Արցախի տղաները եւ մեծացրեցին իրենց առավելությունը առաջի խաղակեսում։ Հիմա շատ բարդ իրավիճակում է հայտնվում Լիոնը։ Տեսնենք կկարողանալ գոնե կրճատեն հանդիպման հաշիվը այս խաղակեսում եւ ի վերջո այստեղ տեսնում ենք անկյունային հարված է վաստակում միայն Լյուդվիկ Ադամյանը եւ նա էլ իրացնում է փոխանցում, հեռացնում են այս փոխանցումը Արցախի պաշտպանները։ Շարունակվում է մնալ Լիոնի տղաների մոտ, բայց նրանք արագ կորցնում են գնդակը։ Արգամ Հարությունյանն է գնդակով փոխանցում Աջ Սարգիս Մնացականյանին։ Թիմակից է փնտրում Սարգիսը, շատ լավ գործեց Սարգսյանն է հիմա թողնում Արգամ Հարությունյանին հարված, բայց մի փոքր շեղ անցավ հիմա հարվածը Արցախի ֆուտբոլիստի։ Շատ լավ գրոհ տեսանք նորից Արցախի կատարմամբ։ Այստեղ մաքուր է գործում հիմա Արգամ Հարությունյանը եւ տեսնենք հարվածի, բայց ուշացնում է հարվածը Արգամ Հարությունյանը եւ խլում են նրանից գնդակը։ Եվ այստեղ էլ տեսնում ենք, որ հեռացրեց Հայկ Հակոբյանը, բայց հիմա հակագրոհում է Լիոնի տղաները, Բաբկեն Աբրահամյանն է գնդակով թողնում է Վաղինակ Սեթրակյանին։ Շարունակվում է գրոհ, բայց այստեղ Վաղինակ Սեթրակյանի նկատմամբ խաղի կանոնների խախտում արձանագրվեց եւ տուգանային հարված կտեսնենք։ Նա սուլիչը կա Վաղինակ Սեթրակյանը հարվածում եւ շատ վտանգավոր է նրա հարվածը, մի փոքր շեղությամբ անցավ այս հարվածը դարպասից եւ նրա երկրորդ հարվածը տեսանք այս խաղում եւ կտեսնենք Արցախի դարպասից հարված շատ վտանգավոր էր հիմա Լիոնի ֆուտբոլիստի հարվածը, կարող էր կրճատել հաշիվը Լիոնը, բայց չստացվեց նրանց մոտ։ Այստեղ Լյուդվիկ Ադամյանն էր փորձում գնդակը խլել Արցախի ֆուտբոլիստից, բայց չստացվեց եւ հիմա
Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խաղի կանոնների խախտում նկատվեց եւ նորից Արցախինն է լինելու գնդակը։ Նա շատ հանգիստ են խաղարկում այստեղ տեսնում ենք Արցախի տղաները, նրանք մեծ առավելություն ունեն այս պայի դրությամբ։ Շատ լավն էր հիմա փոխանցումը Սարգիս Մնացականյանի, տեսնենք ինչ կառաջարկեն Արցախի ֆուտբոլիստները, Սարգսյանն է հիմա սխալվում այստեղ եւ գրոհում են հիմա Լիոնի ֆուտբոլիստները, լավն էր Վաղինակ Սեթրակյանի փոխանցումը, հարված եւ փրկում է հիմա Արցախի դարպասապահ այստեղ Տիգրան Սեթրակյանի հարվածից հետո եւ վերջինս վաստակում է անկյունային հարված։ Շատ վտանգավոր հակագրող տեսանք Լիոնի կատարման, բայց այն արդյունք չտվեց, հիմա խաղարկել են Լիոնի տղաները այստեղ անկյունային Սեթրակյանն էր փոխանցում կատարում, բայց նրա փոխանցումը չստացվեց, այստեղ նորից Արցախը հեռացրեց գնդակը։ Ֆելիքս Շիրինգարյանն է հիմա այստեղ սխալվում եւ Վաղինակ Սեթրակյանի հարվածը այստեղ չստացվեց, կարող էր նա գոլ հեղինակել, բայց մի փոքր չնստեց ոտքին գնդակը այստեղ նրա եւ նորից հարված կտեսնենք Արցախի դարպասից։ Շատ վտանգավոր է խաղում հիմա Ֆելիքս Շիլինգարյանը, նորից տեսնում ենք, որ սխալվեց, բայց այստեղ էլ լավ խլում կատարեց Ալեքսանդր Սարգսյանը։ Արմեն Խաչիկյանը հետ փոխանցում կատարում դեպի դարպասապահ։ Հարապետ Թաշյանը լավ է գործում, փոխանցում կենտրոն Սարգիս Մնացականյանին, Սարգսյանն է հիմա խաղարկում Մնացականյանի հետ, շարժվում են առաջ, բայց այստեղ Սարգսյանի փոխանցումը չստացվեց եւ հիմա նորից Լիոնն է գրելու, Արթուր Ասոյանն է գնդակով հարված եւ մի փոքր բարձր անցավ այստեղ Արթուր Ասոյանի հարվածը, հիմա տեսնում ենք շատ վտանգավոր են Լիոնի հակագրողները, նրանք փորձում են հակագրողներով գոնե արդյունավետ ինչ-որ բան ձեռնարկեն, հիմա նորից Արթուր Ասոյանն էր փորձում խլել գնդակը Սարգիս Մնացականյանից, բայց պահում են գնդակը Արցախի ֆուտբոլիստները իրենց մոտ, Սարգսյանն է շարժվում առաջ, տեսնենք փոխանցում կկատարի, ձախ է փոխանցում Արգամ Հարությունյանին, այստեղ Արգամ Հարությունյանը շատ լավ շրջանցում կատարեց, բայց այստեղ հիմա Լիոնի տղաներն են հեռացնում, այստեղ էլ իր դիրքում է Կարապետ Թաշյանը եւ առաջ է շարժվում ձախ եզրով եւ մի փոքր առաջ թողեց գնդակը այստեղ Կարապետ Թաշյանը եւ կտեսնենք Ռոման Ջուլակյանի դարպասից հարված։ Հիմա այստեղ մի փոքր շտապեց Լիոնի դարպասապահը։ Նորից Արցախինն է գնդակը, Սարգսյանն է առաջ շարժվում։ Այստեղ լավ նկատեց Արմեն Խաչիկյանին, ձախ եզրով շարժվում է առաջ Արմեն Խաչիկյանը, բայց այստեղ էլ Գալուստ Ղուկասյանն է փակում նրա փոխանցումը եւ եզրային նետում կտեսնենք Սարգսյանը հետ է ուղարկում Կարապետ Թաշյանին, նորից գնդակը Արցախինն է եւ փորձում են նրանք նորից իրենց գրոհը կառուցեն։ Շատ հանգիստ են գործում Արցախի տղաները։ Փոխանցում նորից հիմա տեսանք Գալուստ Ղուկասյանը այստեղ լավ պաշտպանվեց, բայց մնում է Արցախի տղաների մոտ Ֆելիքս Շիլինգարյան փոխանցում, հիմա էլ Հայկ Հակոբյանն է հեռացնում գնդակը։ Այստեղ նորից Արցախն է գնդակով եւ կշարունակվի նրանց գրոհ, շատ լավն էր Սարգսյանի փոխանցումը Արգամ Հարությունյան ուրես հարվածում բարձր հարվածեց նա այստեղ եւ կտեսնենք Ռոման Ջուլակյանի դարպասից հարված շատ բարձր հարվածեց այստեղ Արգամ Հարությունյանը
Այս դադարի ժամանակ ես նշեմ, որ թիմերը մրցաշարին աղյուսակում գտնվում են հետևյալ դիրքերում, Արցախը 7 միավորով գտնվում է 14-րդ հորիզոնականում, իսկ մրցաշարին աղյուսակը եզրափակում է Լիոնը վաստակած 3 միավորով, նրանք այս պահին ունեն 1 հաղթանակ և 10 պարտություն, հաջող չէ մեկնարկել այս առաջնությունը Լիոնը Լիոնն է նորից գրոն, Վաղինակ Սեթրակյանը առաջ թողեց գնդակը, բայց կրկին Լիոնինն է գնդակը լինելու, Հայկ Հակոբյանն է փոխանցում առաջ Լյուդվիգ Ադամյանին, ոչ այնտեղ Բաբկեն Աբրահամյանն էր և չստացվեց նրա հարվածը և հիմա Արցախինն է նորից լինելու գնդակը Այս խաղակեսի երկար ժամանակ անցավ արդեն, քիչ է մնում առաջի խաղակեսի ավարտին, տեսնենք կկարողանա Լիոնը փորձել կրճատել հանդիպման հաշիվը այս խաղակեսում և գնալ ընդմիջման, հիմա Արցախի տղաներն են նորից գնդակով, փորձում է թիմակից փնտրել Արցախի ֆուտբոլիստը Կարապետ Թաշյանն է գնդակով Թիմակից է փնտրում Թաշյանը շարժվում է առաջ փոխանցում Արմեն Ազատյանին այն վերջինս կորցնում է և հիմա հեռացնում են Լիոնի տղաները և Վաղինակ Սեթրակյանն է գնում առաջ բայց այստեղ շատ լավ է հիմա պաշտպանվում Դավիթ Սարդարյանը նորից Արցախինն է գնդակը Սարգիս Մնացականյան Ֆելիքս Շիլինգարյան թողում է Սարգիս Մնացականյանին նկատել էր այստեղ Սարգիս Մնացականյանը Արմեն Ազատյանին, բայց Սարգիս Մնացականյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց և գնդակը Լիոնինն է լինելու Ֆելիքս Շիլինգարյանն է պայքարում գնդակի հասնելու համար, բայց այստեղ Լյուդվիգ Ադամյանը հեռացնում է վերջին պահին և եզրային նետում է ի վերջո վաստակում Ֆելիքս Շիլինգարյանը իր թիմի համար։ Այստեղ արագ խաղարկեցին Արցախի տղաները, կորցրեցին գնդակը և հիմա էլ Լիոնինն է լինելու գնդակը Հայկ Հակոբյանն է գնդակով խաղարկում է Լյուդվիգ Ադամյանի հետ Այստեղ նրա հետ պայքարում Սարգսյանը լավ պաշտպանվեց և եզրային նետում վաստակեց Լյուդվիգ Ադամյանը Հիմա տեսնում ենք մի փոքր տեմպը ընկավ խաղի Արցախը փորձում է պահել այս հաշիվը և այս հաշվով գնալ ընդմիջման Եզրային նետումը նորից Լիոնի տղաներին է, նրանք պետք է շտապեն, որովհետև քիչ ժամանակ է մնացել առաջին խաղակեսի ավարտին Հիմա հարված տեսանք Արթուր Ասոյանի կատարման, բայց Արցախի պաշտպանը իր վրա է վերցնում այդ հարվածը, նորից շարունակում է Լիոնի գրոհ, Արթուր Ասոյանն էր գնդակով, բայց գնդակը մի փոքր առաջ թողեց վերջինս Եվ Արցախն է նորից գնդակով լինելու Այստեղ փոխանցում Արմեն Ազատյանի ուղղությամբ խաղարկում է Սարգիս Մնացականյանի հետ
թիմակից էր փնտրում Սարգիս Մնացականյանն եւ հետ է փոխանցում Կարապետ Թաշյանին։ Վերջինս առաջ ուղարկեց Սարգսյան փոխանցում Սարդարյանին, բայց այստեղ է լավ է գործում Գալուստ Ղուկասյանը եւ հեռացնում գնդակը եւ վերջ առաջին խաղակեսն ավարտված է մեզ մոտ 3-0 հաշվով Արցախը հաղթում է Լիոնին։ Սիրելի ֆուտբոլասերներ, ընդմիջում մեզ մոտ կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք ընդմիջումից եւ 3-0 հաշվով մեզ մոտ հաղթում է Արցախը Լիոնին, հետրիկի հեղինակ դարձավ Արշակ Գևորգյանը, շատ լավ խաղակես անցկացրեցին Արցախի ֆուտբոլիստները, տեսնենք հիմա այս խաղակեսում թիմերը միմյանց ինչ կառաջարկեն, առաջինը պետք է արձագանքեն Լիոնի տղաները, հիմա Լիոնն է գրոհում, Արթուր Ասոյանն է գնդակով հարված եւ ինչպիսի գոլի հեղինակ է դառնում Արթուր Ասոյանը 3-1 կրճատում են Լիոնի ֆուտբոլիստը հանդիպման հաշիվը Արթուր Ասոյան 3-1 ինչպիսի գոլի հեղինակ դարձավ Արթուր Ասոյանը Այս գրոյի ժամանակ շատ լավն էր նրա հարվածը դարպասածողին դիպավ եւ գնդակը անցավ ու ուղարկեց դարպասը շատ լավն էր նրա հարվածը եւ կրճատում է Լիոնը հանդիպման հաշիվ հենց խաղի երկրորդ խաղակեսի մեկնարկում հիմա էլ տեսնում ենք Արցախի առաջին գրոհը այս խաղակեսում Արշակ Գևորգյանն էր հարվածում բայց նրա հարվածը շեղ է ընթանում Շատ լավ են թիմերը մեկնարկել այս խաղակեսը, շատ ակտիվ են, հիմա գործում, տեմպը շատ բարձր է, Հիմա վերհիշենք արագ թիմերի հայտացուցակները Արցախի դարպասը պաշտպանում է Տիգրան Ոսկանյանը համար 99, Կարապետ Թաշյան համար 5, Լևոն Գրիգորյան համար 6, Արգամ Հարությունյան համար 7, Ֆելիքս Շիլինգարյան համար 9, Արմեն Խաչիկյան համար 10 Հիմա տեսնում ենք նորից Լիոններ գրոհում, այստեղ հարվածում էր Վաղինակ Սեթրակյանը եւ մի փոքր շեղ անցավ նրա հարվածը Երորդ հարվածն էր այս խաղի Վաղինակ Սեթրակյանի, կարող էր էլ ավելի կրճատել հանդիպման հաշիվը Լիոնը, բայց չստացվեց նրանց մոտ, շարունակեմ Արցախի մեկնարկային կազմը Ժիրայր Անտոնյան համար 11, Սարգիս Մնացականյան համար 20, Արման Գրիգորյան համար 21, Դավիթ Սարդարյան համար 23, Ալեքսանդր Սարգսյան համար 88, Արմեն Ազատյան համար 90, Արման Սահակյան համար 91 եւ Այս պայն խաղի լավագույն ֆուտբոլիստը Արշակ Գևորգյան համար 77 Հիմա Արցախի տղաներն են գրոհում այս գրոհից հետո Լիոնի կազմը կներկայացնեմ շատ լավն էր Սարգսյան եւ տեսնենք հարվածի Սարգսյանը շրջանցում է եւ այստեղ վերջի պայն Սարգսյանի ոտքից Գալուստ Ղուկասյանը գնդակ ուղակի հեռացնում է եւ անկյունային հարվածը վաստակում Սարգսյանը եւ արագ խաղարկում թիմակցի հետ Սարգսյան փոխանցում նորից Գալուստ Ղուկասյանն է հեռացնում գնդակը եւ անկյունային հարված կտեսնենք նորից Լիոնի դարպասին շատ վտանգավոր են թիմերը սկսել երկրորդ խաղակեսը փոխանցում առաջ բայց լավը չէր այստեղ փոխանցումը Սարգսյանի եւ հարված Լիոնի դարպասից հիմա տեսնում ենք որ Ռոման Ջուլակյանը արագ խաղարկում է Վաղինակ Սեթրակյանի հետ Արթուր Ասոյանն է հիմա գնդակով հարվածում է նորից Արթուր Ասոյանը բայց այստեղ նրա հարվածը թույլ էր եւ որսում է գնդակը Տիգրան Ոսկանյանը գնդակը հիմա Լիոնի մեկնարկային կազմը Արագ ներկայացնեմ Արթուր Ղազարյան համար 1, Բաբկեն Աբրահամյան համար 3, Հայկ Հակոբյան համար 5, Լյուդվիկ Ադամյան համար 8, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11,
Ռոման Ջուլակյան համար 13, Նարեկ Նուրոյան համար 9, հիմա էլ տեսանք Արցախի ֆուտբոլիստի հարվածը հեռացրեցին Լիոնի տղաները, մեկը մյուսից վտանգավոր հարվածներ են կատարում թիմերը, Արթուր Ասոյան համար 23 և Գալուս Ղուկասյան համար 20, հիմա անցնեմ բուն խաղին, որովհետև շատ ակտիվ են մեկնարկել թիմերը այս խաղակեսը, Կարապետ Թաշյանն է գնդակով փոխանցում առաջ դեպի Արշակ Գևորգյանը, շատ լավ է հիմա գործում Արշակ Գևորգյանը, տեսնենք ինչ կանի այստեղ, հարվածում է Արշակ Գևորգյանը և Ռոման Ջուլակյանն է փրկում իր թիմին, շարունակվում է գրո Արցախի, բայց այստեղ Սարգսյանը չկարողացավ հարված կատարել, որովհետև այնտեղ Հայկ Հակոբյանը չթողեց հարված կատարի Սարգսյանը, Հիմա նորից խլեցին Արցախի տղաները, Կարապետ Թաշյանն է գնդակով, վերջինս սխալվում է և հիմա էլ հակագրոհում է Լիոնը, Գալուս Ղուկասյանն է շարժվում դեպի առաջ, փոխանցում և փակում են նրա փոխանցումը և անկյունային հարված կտեսնենք Արցախի դարպասին։ Լիոնի գոլից հետո հիմա այլ ավելի ակտիվացավ հանդիպումը, հիմա Գալուս Ղուկասյանն էր հարվածում այստեղ և բարձր անցավ նրա հարվածը։ Այս խաղակեսում արդեն տեսանք 5-6 հարված թիմերի կատարմամբ, Սարգիս Մնացականյանն է փորձում կիսադաշտն անցնել, բայց փոխանցում է հիմա թիմակցին այստեղ չի հասնում թիմակիցը գնդակին և Լիոնին է գնդակը շատ լավն էր հիմա փոխանցումը Ռոման Ջուլակյանի դեպի Վաղինակ Սեթրակյանը վերջինս չհասավ գնդակին և հարված Ոսկանյանի դարպասից Արշակ Գևորգյանն է պաշտպանություն եկել սկսում է իր թիմի գրոհը Կարապետ Թաշյան նորից Գևորգյանն է գնդակով ձախ եզր ուղարկեց Այստես պահեցին Արցախի տղաները գնդակը լավն էր փոխանցումը և հարված 4-0 Արցախը մեծացնում է իր առավելությունը, գոլի հեղինակ է դառնում Ժիրայր Անտոնյանը, շատ լավն է նրանց գրոհը, այստեղ Ժիրայր Անտոնյան 4-1 գեղեցիկ գրոհ կազմակերպեցին Արցախի տղաները, այդ գրոհի հեղինակներից էր Արշակ Գևորգյանը, նա պաշտպանությունից սկսեց իր թիմի գրոհը և շատ լավ փոխանցում կատարեց դեպի առաջ և Ժիրայր Անտոնյանն էլ եզրափակում կատարեց այդ գրոհը և մի փոքր առավելություն ստեղծեց իր թիմի համար, հիմա 4-1 է հաշիվը մեզ մոտ, բայց նորից թեժ է պայքարը լինելու, որովհետև նորից Լիոնը փորձելու է կրճատել խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսին շատ ժամանակ է, հիմա նորից Արթուր Ասոյանն է գնդակով թողնում է այստեղ Վաղինակ Սեթրակյանին, բայց մի փոքր այլ ուղղությամբ փոխանցում կատարեց Արթուր Ասոյանը, Արցախի տղաներն են գրոհում, Ժիրայր Անտոնյանն է խաղարկում թիմակցի հետ, այստեղ լավ չգործեցին նրանք, բայց հիմա Լիոնն է գրոհելու, Արթուր Ասոյանն է նորից գնդակով, շատ ակտիվ է Ասոյանը այսօր, Տիգրան Սեթրակյան շարժում է կենտրոնով առաջ, թիմակից է փնտրում, ձախ եզր է ուղարկում, հետ են խաղում Լյուդվիկ Ադամյանը, փոխանցում դեպի Վաղինակ Սեթրակյանը, այստեղ Թաշյանն է հեռացնում,
Եվ այստեղ է խաղի կանոնների խախտում Դավիթ Սարդարյանի նկատմամբ։ Մա թույլ չտվեցին Լիոնի ֆուտբոլիստները արագ խաղարկեն այստեղ Արցախի ֆուտբոլիստները, բայց հիմա նորից Արցախն է գրովում Ժիրայր Անտոնյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, այստեղ Արշակ Գևորգյանը չհասավ գնդակին, հիմա նորից հակագրում է Լիոնը Վաղինակ Սեթրակյան, բայց նրա հարվածը բարձր է ստացվում, այսօր նրա հարվածները ուղղակի կամ շեղեն կամ բարձր, նա այս պահին չի կարողացել Ոսկանյանի դարպասին հարված կատարել, շատ լավ հակագրող ունեցավ Լիոնը, հիմա կորցրեց Ասոյանը գնդակ այստեղ Կարապետ Թաշյան, փոխանցում ձախ եզր, Արգամ Հարությունյանն է շատ լավ հիմա շրջանցում այստեղ Գալուստ Ղուկասյանին, բայց կորցնում է գնդակը, բայց շարունակվում է հիմա գրող Արցախի, փոխանցում Արգամ Հարությունյան, փոխանցում, բայց այստեղ լավը չէր փոխանցում Արգամ Հարությունյանի, ինչու փոխանցեց Արգամ Հարությունյանը թիմակցին, նա մնացել էր մենակ դարպասապայի դիմաց կարող էր հարված կատարել և կրճատել հանդիպան հաշիվը, ինչևէ այդ գրող անցյալում է հիմա Լիոնի տղաների մոտ է գնդակը, ես խաղի սկզբում նշեցի, որ Լիոնը խոշոր հաշվով պարտություն կրեց Վերդերի նկատմամբ, 8-1 հաշվով պարտվեց, հիմա այստեղ Արցախը գրովում էր և հարված Դավիթ Սարդարյանն է դառնում գոլի հեղինակ 5-1, ավելի է մեծացնում իր առավելությունը Արցախը, շատ լավ գրող տեսանք Արցախի կատարմամբ, Դավիթ Սարդարյան 5-1 մեծացնում է իր առավելությունը Արցախը, այնտեղ Լիոնի տղաների սխալից օգտվեցին Արցախի ֆուտբոլիստները և կարողացան էլ ավելի մեծացնել հանդիպան հաշիվը, Լիոնը տեսնում ենք, որ ամեն խաղում շատ գոլեր է բաց թողնում, անցած խաղում էլ Վերդերի հետ խաղում 8 անպատասխան գնդակ ընդունեցին իրենց դարպասը, այստեղ Արթուր Ասոյանի փոխանցումը չստացվեց, մի փոքր ուժեղ ստացվեց, իսկ Արցախը վերջին հանդիպումը անցկացրել է Լացիո հետ և Լացիոին հաղթել է 5-0 հաշվով, հիմա տեսնում ենք անկյունային հարված են վաստակել Լիոնի տղաները, փոխանցում կենտրոն և Վաղինակ Սեթրակյանն էր փորձում հարված կատարել, հիմա ինչ էր այստեղ, ձեռքով խաղ են պահանջում Լիոնի տղաները, բայց ոչինչ չկա, Արցախի տղաներն են գնդակով արագ խաղարկում են և գրովում է հիմա ձախ եզրով շարժում է Արգամ Հարությունյանը, այստեղ վերջին պահին Գալուստ Ղուկասյանն է հեռացնում նրա ոտքից, շարունակվում է Արցախի գրոհը, Արշակ Գևորգյան, բայց ի վերջո խաղի մրցավարը դադար է վերցնում և գալիս է դիտելու տեսակրկնությունը, հասկանալու այստեղ դիտեց խաղի մրցավարը և 11 մետրանոց է նշանակում Արցախի դարպասին, այնտեղ Արցախի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց և շատ լավ շանս են ստանում հիմա Լիոնի ֆուտբոլիստները կրճատելու խաղի հաշիվը, գնդակի մոտ է Վաղինակ Սեթրակյանը, այս խաղում արդեն տեսնում ենք երկրորդ 11 մետրանոցն է նշանակում խաղի մրցավարը, այն ժամանակ Արցախի տղաներն էին վաստակել, բայց չիրացրեցին Արցախի ֆուտբոլիստները, հիմա տեսնենք Վաղինակ Սեթրակյանը ինչպիսի կարված է, սկասուլիչը և վարպետորեն է գործում այստեղ Վաղինակ Սեթրակյանը 5-2, կրճատում են խաղի հաշիվը Լիոնի տղաները, 5-2 Վաղինակ Սեթրակյան
Խաղի հաշիվը մի փոքր կրճատում է Լիոնի ֆուտբոլիստը։ Այս շանսը պետք է օգտագործեին Լիոնի ֆուտբոլիստները եւ օգտագործեցին Վաղինակ Սեթրակյանի օգնությամբ։ Հիմա նորից Լիոնն է գնդակով, բայց այստեղ Ասոյանը մի փոքր առաջ թողեց գնդակը։ Եվ Արցախն է փորձում հակագրոհի նետվել Ֆելիքս Շիլինգարյանը, փոխանցում կենտրոն կատարեց Դավիթ Սարդարյան, լավն էր փոխանցումը, հարված եւ գոլ։ Արգամ Հարությունյանն է դառնում գոլի հեղինակ 6-2, շատ արագ մեծացրեց իր առավելությունը Արցախը։ Օգտվեցին Լիոնի տղաների սխալից եւ 6-2 հանդիպման հաշիվը։ Վեց երկու Արգամ Հարությունյան կոպիտ սխալ թույլ տվեցին դաշտի կենտրոնում Լիոնի տղաները։ Կարծես թե նրանք փոքրինչ լավ էին սկսել 11 մետրանոցից հետո շատ արագ Արցախի ֆուտբոլիստները կարողացան իրենց առավելությունը մեծացնել։ Այստեղ Ռոման Ջուլակյանն է հեռացնում գնդակը եւ տեսնենք Լիոնի դարպասին անկյունային հարված։ Շատ լավ գրով կազմակերպեցին Արցախի տղաները։ Արգամ Հարությունյանն է վարպետորեն ուղարկեց Ռոման Ջուլակյանի դարպասը գնդակը։ Եվ ել ավելի խոշոր դարձրեց հանդիպման հաշիվը։ Այստեղ սխալվեց Արմեն Ազատյանը եւ արագ խաղարկում կտեսնենք Լիոնի կատարման, բայց նորից Արթուր Ասոյանը այստեղ շատ ուժեղ փոխանցում կատարեց դեպի Վաղինակ Սեթրակյանը, արդեն մի քանի փոխանցում է, ինչ ուժեղ փոխանցում է կատարում Արթուր Ասոյանը։ Լիոնը հիմա նորից ծանր իրավիճակում է հայտնվում։ Նորից կփորձի կրճատել հանդիպման հաշիվը։ Այստեղ փոփոխություններ են տեղի ունենում Արցախի կազմում։ Շարունակվում է հանդիպումը։ Նորից հեռացրեցին գնդակը Լիոնի տղաները։ Արցախն է գնդակով լինելու։ Արմեն Ազատյան փոխանցում հետ Արման Գրիգորյանի հետ է խաղարկում։ Սարգսյանն է հիմա եկել պաշտպանություն եւ այստեղ Ասոյանն է փորձում խլել գնդակը Սարգսյանից, բայց պահում է գնդակը Սարգսյանը իր մոտ։ Արշակ Գևորգյան փոխանցում Սարգսյանին, աչեզրով շարժվում են առաջ Ժիրայր Անտոնյան, բայց այստեղ էլ կարդում է Ժիրայր Անտոնյանի փոխանցումը Հայկ Հակոբյան, հիմա Վաղինակ Սեթրակյան, այստեղ Ոսկանյանն էր եկել առաջ եւ փրկեց իր թիմին վերահաս գոլից։ Սարգսյանն է հիմա շարժվում առաջ, Արգամ Հարությունյանի ոտքի տակից այստեղ Գալուս Ղուկասյանը սա անկումով հեռացրեց գնդակը։ Այստեղ դադար Վաղինակ Սեթրակյանն է ընկել խոտածածկին։ Ամեն ինչ կարգին է Վաղինակ Սեթրակյանի հետ եւ խաղը շարունակվելու է։ Այնտեղ եզրային նետումը լինելու է Արցախինը։ Խաղարկեցին Արցախի ֆուտբոլիստները այստեղ, բայց հեռացնում են ի վերջո Լիոնի տղաները։ Նորից գնդակը Արցախինն է, Արման Գրիգորյան փորձում է թիմակից փնտրել, փոխանցում առաջ, նորից Գալուս Ղուկասյանն այստեղ հաջող գործում։ Հիմա Լիոնի տղաների մոտ է գնդակը, Հայկ Հակոբյան Գալուս Ղուկասյանի հետ է խաղարկում։ Այստեղ ուշացնում է փոխանցումը Գալուս Ղուկասյանը եւ Արցախի տղաները խլում են գնդակը։ Այստեղ է Լիոնի պաշտպանն է լավ գործում։
Սարգսյանի մոտ է գնդակը, Սարգսյանն էլ այստեղ կորցնում։ Փոխանցում դեպի Վաղինակ Սեթրակյանը շատ լավ փոխանցում կատարեց Ասոյանին, բայց Ասոյանը նորից լավ չի գործում, այստեղ ինչ-որ բան այն չէ, Ասոյանի մոտ երկրորդ խաղակեսում Ժիրայր Անտոնյան, այստեղ փոխանցում էր ուզում կատարել, փորձում կատարել Անտոնյանը, Ասոյանն է հիմա գնդակով, փոխանցում Աչեզր, շատ լավ էր նկատել թիմակցին, բայց մի փոքր ուժեղ էր Ասոյանի փոխանցումը եւ եզրային նետումը Արցախինն է լինելու։ Սիրելի ֆուտբոլասերներ, քիչ ժամանակ է հիմա մնում երկրորդ խաղակեսին։ Հիմա նորից Արցախն է գրոելու Սարգսյան հարված եւ գոլ, հերար հարվածով գոլի հեղինակ է դառնում այստեղ Սարգսյանը եւ 7-2։ Ներողություն, Արշակ Գևորգյանն է դառնում գոլի հեղինակ 7-2 հանդիպման հաշիվը պոկեր հեղինակ է դառնում Արշակ Գևորգյանը, նորից դուրս էր եկել այստեղ տեսնում ենք Ռոման Ջուլակյանը դարպասից կարող էին էլ ավելի մեծացնել Արցախի տղաների իր առավելությունը, բայց Արմեն Ազատյանը բարձր հարվածեց այստեղ Արշակ Գևորգյանն էլ գոլերի իր հաշիվը ավելացնում է։ Շատ լավ հերար հարված կատարեց Ռոման Ջուլակյանի սխալից հետո նորից Գևորգյանը փոխանցում կատարեց ձախ եզր Արմեն Ազատյանին մտնում է Տուգանային հրապարակ, բայց առաջ է թողնում Ազատյանը գնդակը եւ Ռոման Ջուլակյանն էլ այստեղ արագ խաղարկում է եւ կորցնում գնդակը Սարգսյան հարված եւ դարպասաձողից է անցնում հարվածը հարված հիմա էլ Ժիրայր Անտոնյանն էր հարվածում այստեղ եւ փրկվում է Լիոնը այստեղ ինչպիսի հարվածներ կատարեց Արցախը շատ վտանգավոր էր այստեղ չեն կարողանում Լիոնի ֆուտբոլիստները անգամ կիսադաշտ անցնել Արշակ Գևորգյան եւ փակում են նրա հարվածը Գալուստ Ղուկասյանը իր սխալը այստեղ շտկում է հիմա Ռոման Ջուլակյանն է սխալվում Արշակ Գևորգյան հարված կտեսնենք հարված եւ թիմակիցն է խանգարում այստեղ Արցախի ֆուտբոլիստի հարվածը Եվ վերջ հանդիպումն ավարտված է, Արցախը հաղթում է Լիոնին 7-2 հաշվով, հետաքրքիր հանդիպում ստացվեց սիրելի ֆուտբոլասերներ մեզ մոտ, մի քանի րոպեից կվերադառնանք և կդիտենք Երևան Մալաթիա հանդիպումը։